Հովհաննես Այվազովսկին ես հիշեցի, թե ոնց վերադարձրեց իր հուշանվերները ու այդ մեդալները էլի դեմոնստրատիվ կերպով թուրքական կառավարությանը Համիդյան ջարդերից հետո անձամբ չտարավ տվեց էլի ոնց տեսանք մեր տղաները բերեցին կառավարություն իրանց շքանշաններն ու մեդալներ էլի Այվազովսկին ծովը նետեց դեմոնստրատիվ կերպով դրանք պատերազմի համար ինչ-որ մի նվերներ և մեդալներ չէին տրված Այվազովսկուն պարզապես գեղարվեստական նրա աշխատանքի համար ներդրման համար Օսմանյան կայսրությունում դե մարդը նկարել էր ընդեղ Ստամբուլը ծով բան մի քանի տենց գեղեցիկ նկարներ նվիրված թուրքերեն և դրա համար ստացել էր այդ մեդալները էլի բայց այդ Համիդյան ջարդերից այդ ամեն ինչից հետո ինքը հրաժարվեց ու հիմա նայում ես մեր զինվորականներն են հրաժարվում իրանց շքանշաններից սենց ասած պարգևներից ու նույն ձև վերադարձնում են թուրքահպատակ կառավարությանը իշխանություններին անողնաշար իշխանություններին համար ստեղ որոշ ես զուգահեռներ տարա որտև կարծես պատմությունը անդադ կրկնվում է բայց այս դեպքում սա հայի գեն կրող թուրքահպատակներ են հասկանում եք ում վերադարձնում են այդ խայտարակությունից հետո տեսնում ենք մեր գերագույն դեգեներատը կրկին հեծանիվ է քշում այ կարծես ես հասկանում էլի այս մարդու մոտ ընդհանրապես ուղեղը ոնց է աշխատում սա ընդհանրապես ուղեղ ունի դե սա պարզապես ուրիշի թելադրանքով է ինչ-որ որոշ դրել են մենյու դեմը ոնց պետք է ինքը իրան պահի էլի դա շատ ծանր քայլ է երբ որ մարդ ես տեսա այդ տղաներին էլ իրանց այդ թորներին որ պետք է թողնեին էլի այդ շքանշանները որոշ տեղ հպարտանային ոնց ես եմ իմ պապու այդ շքանշաններով մեծ հայրենականից հետո իրա թոռը լինելով ման եմ եկել նայել եմ հիացել եմ բայց ոչ իրանք հետ են տալիս ու նայեք տղեկ ես իրանց տեղ այդ ցավը ես էի զգում ոնց պետք է հրաժարվեն էլ այդ ամեն ինչից ու ես ինչ ասեմ լսեք այս ամեն ինչի մեջ մենակ այդ ես Նիկոլ Փաշինյան Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Լևոն Տեր-Պետրոսյան Վազգեն Սարգսյան լսեք ես նրանց բոլորին եմ մեղադրում Նիկոլը նրանց այդ ավազակապետության այդ սպեկուլյանտ կառավարման կուլմինացիան եղավ նա Նիկոլը նրանց այդ կառավարման արդյունքում հայտնվեց այն որ մեր բանակը թույլ էր այն որ մեր բանակը չէր սպառազինվում այն որ մենք առաջ չենք գնում մենք դեռևս մնացել ենք անցած դարի 80-ական թվականի մակարդակի վրա ձևական մի քանի բան ցույց տային այսպես շքերթներին եւ վերջ սենց գիտեք բուտաֆորիա բանակ ունենք մենք դա համար այդ տղաները պետք է այդ իրանց շքանշանները մենակ Նիկոլին չվերադարձնեին պետք է տանեին այն Վազգենի աղբորը տային Ռոբերտ Քոչարյանին հետ տային Լևոն Տեր-Պետրոսյանին հետ տային բանին Սերժին հետ տային հասկանում եք նրանք հասցրեցին մեր այս պարտության հիմքը մենք պարտվեցինք ոչ թե նայեք ես չեմ ընդունում այդ 20 թվականի նոյեմբերի 9 մենք պարտվեցինք երբ որ կնքվեց այդ զինադադարը 94 թվականին
այդ խայտարակ զինադադարը։ Այդ ժամանակ մենք մեր հաղթած դիրքերը զիջեցինք ինչ որ մի դիվանագիտական Սարդոստայնի մեջ մտանք։ Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ սպանվեց Մոնթեն։ Շատերը Մոնթեին դուրս են բերել մեր այս պատմության, մեր այս նորագույն պատմության այս բանաձևի մեջից, բայց եկեք չմոռանանք, ես որ ցավում եմ Մոնթեի կերպարի կորուստի համար, էլի, լսեք, Մոնթեն վերջի վերջո կրթված մարդ է եղել։ Եթե շատերը հիշում են Մոնթեին որպես չսափրված դիրքերում զինվորական, դուք մի հատ բացեք, կարդացեք, թե ինչ կրթություն է ստացել Մոնթեն։ Մոնթեն այն ձևի կրթություն ուներ այն ժամանակ, Բերկլիի համալսարանը ավարտած այդ տղեն, էլի, որ Հայաստանում այդ օրվա դրությամբ Մոնթեի պես կրթված մարդ չի եղել։ Մոնթեն ճանաչել է աշխարհը, հասկանում եք, նա լուրջ կրթություն է ստացել։ Բերկլիի համալսարանը դա բանը չի, Երևանի պետական քյաբաբնոցը, յաշարակերների ու գիտությունների տեխնացուների այդ բանի են, ինկուբատորը որ կա։ Այնքան գիտությունների տեխնացուներ են տվել, որ Նոբելյան այդ ցուցակ է այդքան չունի, էլի գիտնականներ, հանճարներ։ Իսկ Մոնթեին տեսեք սպանվեց, որ Հայաստանը գնա այս ճանապարհով։ Դրա համար մեր պարտությունը դա ես չեմ ընդունում 20 թվականներ, դա 94 թվականներ։ Ու ես հիմա դիմում եմ այդ զինվորական տղաներին, որ տեսեք, ես հասկանում եմ մարդկանց մոտ այդ պարտության, այդ ողբերգությունը, թե ոնց է դրսևորվում։ Դրա համար այդ մեղքը պարտության մեջ մեղավոր են բոլորը։ Լևոնից սկսած միջև Նիկոլ։ Պետք չի Նիկոլին տարանջատել Լևոնից, Քոչարյանից, Վազգենից, Սերժից։ Դա բոլորի այս ապիկար կառավարման համակարգի կուլմինացիան եղավ սա։ Ես լսում եմ Վանեցյանը խոսում են մեծ, մեկը ասի, այ դու չգիտեր, քո կարծիքով Վանեցյան դեգեներատ, այ դեգեներատ, այ խլնքի շարիկ, որ Ադրբեջանը այդքան զենքը տարիներով առնում էր, դու էլ ազգային անվտանգության այդ քյաբաբնոցի ծառայող էր, ինչի համար էր առնում, կարող է պետքա հրավառություն աներ ընդեղ նոր տարվա գիշերը, Պարսկաստանի վրա էր հարձակվելու, Ռուսաստանի քամակներ կոխելու այդքան զենքը ինչ էր անելու, հա, ու դուք այսօր խոսում եք, ես այսօր նայում եմ, օրակարգ եք թելադրում, ու այդ օրակարգով մնացած են քաղաքական պոռնկա վազքը գնում է մենակ Նիկոլ Քարկոծեն։ Լսեք ինձ համար Նիկոլ, Սերժ, Ռոբերտ Քոչարյան, մեծն դեգեներատ Վազգեն Սպարապետ են անգրագետ զինվորական նույնիսկ կրթություն չունեցող, որ զինադադար կնքեց Լևոնի հետ ու մոտիկացրեց այսօրը։ Նրանք բոլորը իմ համար մի հարթության վրա են։ Ես միշտ ինձ հարց եմ տվել, ես ծառայել եմ 95-ից 97 թվականներին հենց Արցախում։ Արա որ մենք հաղթել էինք, մեծն դեգեներատ Սպարապետ, ինչի ենք պաղկված խրամատների մեջը, հա? Հաղթողը երբ է պաղկվում։ Մեզ կերակրում էիք, խորոված էիք բերում ամեն մայիսի 9-ին, հաղթանակի օր, բան, շքերթներ էիք անցկացնում, ես շքերթին քայլել եմ, Ստեփանակերտում հենց այդ մայիսի միա, լսեք ինչի համար էր այդ թատրոնը, հա? Այս սրա պատասխանը պետքա տա Ժողովուրդ ջան, այս նոր ձևավորվող այդ իշխանությունը, որ պետքա 26 թվին ընտրենք, այս ամենի պատասխանի համար ու այս ամենի պատմաքաղաքական գնահատականի համար, իրավական գնահատականի համար։ Մեզ խաբում են 34 տարի։
ու նույնը ասում եմ ես այդ տղաներին, որ տարան իրանց այդ շքանշանները հետ վերադարձրեցին։ Սա մենակ Նիկոլի պարտությունը չի, սա Սերժի պարտությունն է, սա Քոչարյանի պարտությունն է, սա Լևոնի պարտությունն է, սա Սամվել Բաբայանի այդ անինքնասերի պարտությունն է, որ նստել է ինտերվյուներ է բաժանում։ Ես ինքս դիրքում կանգնած եմ, որ այդ չաթլախը հասավ մեր դիրքերը։ Միակ բանը, որ այս ասում է աֆիցերին, զինվորները ինչ են մոջախեդի պես կանգնած։ Ինչը ավտոմատը այսպես դրած, դիրքում մեկը կանգնած էր ավտոմատի վրա, թևերը դրած։ Տիկին Բաբայան չալու չաթլախ, ու դու հիմա մարդամեջ ես դուրս եկել, քեզ ես իմ տեղն ես դրել։ Այն որ բանակը թալանում են, մեկն էլ դու էր ու քո օրոք էր թալանվում։ Ու որ ես այս կողքից նայում եմ, ասում եմ, լսեք, հայազգ, կամ դուք պետքա խելքի գաք, պետքա մերժենք Սերժա Չաթլախա զանգվածին, Քոչարյանա պղծա դաշնակա զանգվածին, որ այդ ամեն ինչի մեջ իրանց լուման են ներդրել, ու Նիկոլին ծնել։ Այն լևոնական, մևոնական, Վազգենի դեգեներատ աղբերը, վայ ես դրա քոքը կտրվեր, արա դրա մերը 25 մայթուներ աբորտաներ դրան, ընդհանրապես արա դուրս են գալի, խոսում են, թրքա հպատակ, լսեք Այվազովսկու չապ թասիբ ունեցեք, արա, տարավ նա իր այդ ամեն ինչ արա, շպրտեց ծովը, իսկ դուք այսօր ծալվել եք, դուք նույնիսկ, տեսեք, դիվանագիտություն չեք աշխատացնում, դուք քաղաքական բանանիզմ եք ցուցաբերում պարզապես Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Քաղաքական բորնեկությամբ եք զբաղված, հասկանում եք, փաղաքշելու քաղաքականություն եք վարում ամեն ձևով։ Լսեցինք Նիկոլի ելույթը, Ալիևի ելույթը ՄԱԿ-ից, բանից, էլի ասում եմ, ու ես լսում եմ մեր դաշտում ոնց է, Նիկոլ են մեղադրում։ Արա մեկը լի ձեզ մեղադրի։ Այն ազգային ժողովում լծված, այդ պղծազանգվածը որ կա, լսեք, դուք բոլորդ իրար հետ, այսենց ծերից ծեր իրար հետ եք արել այդ ամեն ինչը։ Այն որ են չոլախ, չաթլախ պաշտպանության նախարար կար, ինչ էր անունը, մի խոսքով իմացակ Սեյրան եմ ասում, մտիցս թռավ իմացակ են։ Այն նրա օրոք, որ խոսում էր, տարածաշրջանի հզոր բանակ, տո բերանդ քաք են տարածաշրջանի շները, դու բանակ ունեիր արա։ Մենակ մեծ խոսում են այսենց, ու այսօր նրանք լծված են ազգային ժողով, այս չաթլախները, այն չաթլախներին են քննադատում։ Սրանք էլ նրանց են ասում կաշառակեր ու բան, թալանչի։ Բա, հենց որ դրա համար լսեք, ես մի բան ասեմ, իմ դուրը չեկավ հենց այս վերջի Վարդան Ղուկասյանի այդ բանի մոտ, Գուշյանի մոտ, որ հայտարարեց, որ կհամագործակցի ընդդիմության հետ։ Ինչ ընդդիմություն։ Իրական ընդդիմության հետ։ Լսեք, պետքա ձևավորվի Հայաստանում մի ընդդիմություն, մի ուժ, մեկ ուժ, օրինակ, հենց այդ նույն երրորդ ուժ էլի, ոնց որ արդեն սովորված է, էլի, երրորդ, որ այդ նախքին ներկա այդ երկու ուժերի վերջը տա։ Պետքա լինի մի ընդդիմություն։ Այդ ընդդիմությունը պետքա լինի այդ երրորդ ուժը։ Ու պետքա բոլորով միավորվեն, ամբողջ քաղաքական դաշտը միավորվի, այլ ոչ թե ասիկ մտնենք ազգային ժողով, այնտեղ մանի անենք, տեսնենք ով մեկ միավորվի։ Դրա համար ես այդ իր հայտարարությունը չհասկացա, ոնց թե միավորվենք այլ մաքուր ընդդիմադիր ուժերի։ Այդ նշանակում է նույն բարդակը պետքա 6 տարի շարունակվի։ Ես շատ երկար չեմ ունեցել սենց միացում, պարզապես զբաղված եմ ես մարդկանց հետ խոսալով։ Մարդկանց հետ խոսալով, քաղաքական գործիչներ կան, այդ դաշտում ակտիվ մարդիկ, հասարակական սենց ասած դիրք ունեցող մարդկանց հետ շփումներով, որ լսեք, կամ մենք պետքա ձևավորենք մի ուժ,
Միակ ուժը, որ դա չպետք է լինի քաղաքական պոռնիկների ինչ որ մի խմբավորում, դա պետք է լինի լուրջ, մաքուր, ոչ տոքսիկ մարդկանցով եւ քաղաքական ուժերից ձևավորված մի բևեր, սենց ասած, էլի, կամ երրորդ ուժ, այդ որը կգնա ընտրությունների, որը կվայելի 70% ժողովրդի համակրանքը, սերը, այլ ոչ թե 10%, 15%, 4%, 3%, հասկանում եք, ես 70%-ից եմ խոսում, որ ես ամեն ինչի վերջը, ես մղձավանջի վերջը տանք, մենք չենք հետ բերի Արցախը, տեսեք, դա արդեն մտքներից է հանեք, մենք պետք է այս եղած երկրում արժանապատիվ ապրենք ու այս երկրի մեջ կդզենք, Արցախը հիմնականապես կորցված է, ով ավել պակաս խոսում է, դա սպեկուլյացիա է, եղավ, պետք է ձևավորվի մի ուժ, որ գրավի 70%-ի սիրտը, հասկացեք, դա չպետք է լինի կոմֆորտ գոտի քաղաքական պոռնիկների համար, էլի, որ գալ, սրա թասիբին չկպնենք, սրան չլնի, նրան չլնի, ոչ, դա պետք է լինի մի հատ էլիտար, դա ոչ թե էլիտար, այլ սենց ընտրյալների մի ակումբ, ընտրյալների մի ուժ, որտեղ պետք է լինեն մեկնակ, մաքուր եւ ազնիվ զուլալ մարդիկ, առանց ինչ որ մի բիծի ու կեղտի իրա հետևից, ու միայն այդտենց ուժը կարող է գնա ու հաղթի այս մնացած երկուսին, ու տեսեք, պետք չի տարանջատել Նիկոլին Սերժից, Սերժին Քոչարյանից, Քոչարյանին Լևոնից, Լևոնին Նիկոլից, սրանք բոլորը մի մարմին են, են ով այսօր խոսում է մենակ քննադատում է Նիկոլին, իմացեք, ով քննադատում է միայն Նիկոլին է մեղադրում, դա կամ Քոչարյանն է, կամ Սերժն է, կամ Միշիկն է, նրանց այդ թիմն է, այսօր ազնիվ ուժը նա է, ով քննադատում է միանգամից իրեքին, ով չի տարանջատում Նիկոլին, Լևոնին, Քոչարյանին, Սերժին, գցենք Նիկոլից, այսենց պետք է լինի, սա պարզ մի բանաձև է, իսկ որ լսում եք, նստում են ընդեղ Միշիկի ալիքներում, կացուտակ են գցում Նիկոլին, Նիկոլի ալիքները կացուտակ են գցում Միշիկական, Քոչասերժա, Դաշնակա, Չատլախա զանգվածին, դուք սրանց չպետք է լսեք, իսկ այն նորմալ խոսացող չկա, որ նայում ես չկա նորմալ, որ կանգնի ասի, մենակ բանն է, ազնիվ ասեմ, Հայկ Մանասյանն է տենց խոսում, տեսեք, ազնիվ ասում եմ, Հայկ Մանասյանն է, շատ, ես այստեղ ունեն գլխից էլ ես հավանում էի, իրա մեծամտություններ ինձ հետ ճիշտ չխոսած միգուցե, այս նույն բանը ասում է Ուլիխանյանը, տեսեք, ազնիվ ասում է, ովքեր են ճիշտ խոսում, այս նույն բանը ասում է Վարդան Ղուկասյանը, կան առանձին խոսացող գործիչներ, որ եւս կրկնում են, նույն Անի Զախարյանն էլ, ում հետ ես հենց շփման մեջ եմ, այս րոպեին ուժերից, քաղաքական կուսակցություններից, վերջ, ես էլ ոչ մեկից այս ձևի հայտարարություն չեմ լսել, քաղաքական ուժեր եսի նկատի ունեմ, քաղաքական լայն վստահություն ունեցող զանգվածներ, դրա համար պետք է լսեք կամ բոլորով միավորվենք իրար հետ, միավորվեք, լսեք, ես մենակ ես դրսից խոսում եմ, ես սա իմ ձայնն է, որ պարզապես թափ դատողությունն է հայ ժողովրդի, որ հիմա դեր հետ կիսվում է, դրա համար պետք է այս բոլոր գործիչները իրար հետ միավորվեն, որ դառնան մի բանակ, որ գնան այս քրեա կրիմինալ օլիգարխիկ այս ամեն մեկի վերջը տան, իսկ ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանին, լսեք, Սամվել Կարապետյանից դեռևս ոչինչ չկա, Սամվել Կարապետյանը այս տեմպերով մեր ֆուտբոլի հավաքականի օրն անգնելու, տեսեք, հետևից կանգնած են դաշնակներ, լսեմ երեք արդեն բան են, ինչ էր անունը, մեր քոլեցի Զեմլյակը, Էդմոն Մարուքյանը, ասում է, ես համագրում եմ, տես ձմեր պապին է տեսե փողով, Սամվել Կարապետյանին և նրա
ուժին էլի այդ տեսեք որտեղ փողը կա տառականը վազում է առնետները որտեղ են փողի համար վազում իսկ մեր տեսեք իրական էս ուժը եթե փորձեց մի բան անել ես վերջի ասեմ ու սրանց հետո առանձին անդրադառնամ էլի առանձին հաղորդումներին փողա պետք փողա պետք ընտրություններում հաղթելու համար ու այս փողը չպետք է տա մեզ ինչ որ մի օլիգարխ ու չեն տա եթե պետք լինի այդ փողը պետք է հավաքվի համայն հայությունը պետք է հավաքի ինչ որ այդ գումարը որ պետք է մարաթոնների միջոցով բայց պետք է միջև այդ հավաքելը ձևավորվի մի նորմալ ուժ որին համայն հայությունը վստահի ու մենք կարողանանք այդ ֆինանսական այդ բանը ստանանք աջակցությունը որտեղ հավատացեք ոնց է լինի ընտրություններին հաղթելուն պետքա փող պետքա ֆինանսներ առանց դրա ոչ մի ընտրություն հաղթել չի լինի իսկ այն մարդիկ ովքեր ասում են դուրս գանք փողոց իմացեք այս րոպեին փողոցով մի բան փոխելու դեպքում իշխանության են գալի կրկին Սերժ Սարգսյանը Վանեցյանը, Ռոբերտ Քոչյանը, իրանց կուտոկը։ Դրա համար մինչև փողոց դուրս գալը պետքա ձևավորվի այդ ուժը, որ այդ փողոցի միջոցով գա բարձրանա իշխանության, այլ ոչ թե ռեստավրացնենք նախքին չաթլախազանգվածը։ Հասկանում եք, դրա համար ես երբեք չեմ հորդորել մարդկանց դուրս գան փողոց։ Ուզում է տեր լինի, ուզում է քրմապետ լինի, ում համար դուրս գան։ Տեսանք բգոյի հետևով ովքեր են կանգնած, ինչեր են կանգնած, ում հետևից դուրս գայինք։ Դրա համար ես երբեք չեմ հորդորել փողոց դուրս գան։ Այս րոպեին ամենառեալը, ամենապրագմատիկը դա ընտրությունների միջոցով է, այլ ոչ թե բունտեր անել, ծեծուտել, գնալ տուն։ Երբ որ ընտրություններով չստացվի կամ ինչ որ մի բան խախտեն, խոշոր ընտրակեղծիքներ լինի, այդ ժամանակ ժողովուրդը կդուրս գա փողոց Եվ իշխանություն կբարձրացնի այն ուժին, որը արժանի է, ու այն ուժին, որին ժողովուրդը կընտրի։ Այսա ամենապարզ բանաձևն է։ Այլ ոչ թե հիմա դուրս գանք փողոց, Նիգոլին հանենք, բերենք Սերժին, ոնց որ Սերժը որ եկավ գնալու է Ալիևին չափալախներ տա։ Ոչ մի բան չեն անելու, ոչ ոք, մենակ մեծ խոսում են։ Մեծ խոսում են։ Նույնը գնալու են իրանք անեն։ Ինչ արել են նետայք, միջև 20 թիվը, ինչ են անում, գնում են Ալիևը ակաժներից լապշեքը կախում էր չաթլախների, դրանք հետ են գալի Հայաստան, մենք հզոր ենք, մենք հզոր բանակ ունենք, նույն երկերը երկում են, էլի գնում են ընդեղ Ալիևը մեջները դնում էր, լապշեքը կախում ականջներին հետ ուղարկում։ Էսա, այսքան բան, շատ գլուխները չցավացնեմ։ Պետք է ձևավորենք երրորդ ուժ։ Երրորդ ուժը դա պետք է լինի ուժ, որտեղ այս րոպեին չպետք է լինի լիդեր, որ ոչ մեկի ինքնասիրությանը, արժանապատվությանը, քաղաքական այդ ամբիցիաներին չխոցի, ասենց ասած, պետք է լինեն լիդերների մի թիմ, կլոր սեղանի շուրջ նստած, ոնց ես դա ասում եմ դեռ ամիսներ առաջ։ Ու էլ եմ ասում, ես այդ սեղանի շուրջ տեսնում եմ այսօրվա ուժերից, ովքեր իրական ընդունում են այս 4 Լևոն, Քոչարյան, Սերժ, Նիկոլ, կակ ոնց որ մի մարմին, նրանք են Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մանասյանը և բանը հայկական նոր քաղաքական մշակույթ, հենց Անի Զախարյանը, ում հետ ես շփվում եմ, եւ նրա թիմակիցները։ Ուրիշ չկա։ Եվ կան շատ մարդիկ, շատ հարգված հասարակական գործիչներ, որոնք եւս աջակցում են այդ գաղափարին։ Ու պետք է այսպես ձևավորվի այդ ուժը։ Ուրիշ տարբերակ չկա։ Հասկացաք։ Գերեք հիմա դուք ես ճիշտ եմ թե սխալ եմ։ Շնորհակալություն։